Նման արկղ փորձագիտական կենտրոնը տարեկան 2 անգամ ստանում է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակից միջազգային վարժանք ծրագրի շրջանակում։ Տուփի մեջ համարակալված սրվակներ են, որոնց պարունակությունն անհայտ է։ Կրիչի վրա նստեցված թմրամիջոց է, որը անհայտ է մեզ համար, բայց սարքի օգնությամբ մենք կարողանում ենք նույնականացնել։ Փորձագետները պետք է հետազոտեն սպիտակ խառնուրդներն ու պարզեն դրանց մեջ առկա թմրանյութերի տեսակն ու քանակը։ Միջազգային համագործակցային վարժանքներ ծրագրի կողմից նաև տրամադրվում են նոր մեթոդներ, որոնք որ կիրառվում են կենտրոնում եւ դրանով իսկ բացահայտվում են նոր տեսակի թմրամիջոցներ, որոնք որ ուղարկվում են ծրագրի տվյալների բազա, որպեսզի դրանով իսկ կարողանան կանխարգելեն թմրամիջոցների տարածումը։ Փորձագետներն անցնում են գործի, կշռում են ուղարկված նյութերը, տեղադրում գազային քրոմատոգրաֆ մաս սպեկտրոմետրի մեջ։ Կենտրոնի նոր սարքն ունի թմրամիջոցների էլեկտրոնային սեփական բազան, ինչը հնարավորություն է տալիս մասնագետներին ավելի հեշտ հետազոտել անհայտ նմուշը։ Արդեն իսկ ստանալով անհայտ նյութերի պիկերը համեմատում են գրադարանային բազայում եղած սպեկտրների հետ եւ կարողանում ենք նույնականացնել հստակ, թե որ թմրամիջոցներն են պարունակվում խառնուրդում։ Լաբորատոր հետազոտության արդյունքները լրացնում են վարժանք ծրագրի կայքում, ստանում պատասխանները։ Եթե նմուշի անվան դիմաց կանաչ լույս է վառվում, նշանակում է առաջադրանքը ճիշտ է կատարված, եթե կարմիր, ուրեմն սխալ է։ Փորձագիտական կենտրոնը 2023 թվականից կարմիր լույս չի արձանագրել։ Մենք ամեն օր ցավոք սրտի մեր ամենօրյա աշխատանքում մենք շատ հաճախ ենք առնչվում այդպիսի թմրամիջոցների հետ, դեռևս ուղարկվածների մեջ նորություն չի եղել, որը որ մենք չենք հանդիպել մեր աշխատանքային գործընթացում։ Միջազգային ծրագիրը նպաստում է փորձագետների հմտությունների զարգացմանը։ Մասնագետների խոսքով դրական արդյունքները փաստում են։ Մեր երկիրը պատրաստ է ներգրավել նոր թմրամիջոցների հայտնաբերման և դրանց դեմ պայքարի աշխատանքներում։ Արամ Մարանդյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։